Արցախի հանրապետությունը չի ստացել սովետական ռազմական ժառանգություն։ 10 տարի երկու կողմն էլ պաշտպանական գծեր էին սարքում, բայց կարացել են իրենք անտառային մարտերում ջախջախել սովետական բանակը։ Կրակում էին նորմալ, որսորդական բանը շատ լավ է իրանց մոտ դրած, տակտիկա է փոխվում ռուս-ուկրաինականից առաջ։ Գիտես, ված չի, 40-50 տարում 40 մաքսիմում։ Բարև ձեզ, ռադիո լսող չի, ուղղակի ընկնդիր, հա։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ եւ մեզ ոմային հետևողներ, դե ոնց որ մեկ-մեկ ինձ ասում են, մենք ձեզ հետևում ենք, բացի մեր հայրենակիցներից, հուսամ մեզ հետևում են նաեւ հարևան երկրներում, հակառակ դեպքում ես մի քիչ խոցված կլինեի, վատ ձևով էլի կնեղանայի։ Սկսում ենք մի հաղորդաշար, պոդկաստ հայրի որդի Վարդանովներ, ուրեմն ներկայացնում եմ Վաղոյին, Վաղինակը իմ ավագ որդին է, ինքը ոմայի փոխնախագահն է, պատերազմից առաջ ծառայել էր հակաօդային ուժերում որպես սպա, 3 տարի 2 տարվա փոխարեն, իսկ պատերազմին 20 թվականին եղել է 157 պաշտպանության նախարարության առանձին գումարտակի առաջի վաշտի հրամանատարը։ Դրանից հետո էլ եղել է գումարտակի հրամանատար Ջերմուկի դեպքերի ժամանակ, աշխարհազորային գումարտակի հրամանատար, կարճ ասած, որոշակի ճանապարհ ունի անցած, ինչը ինձ թույլ է տալի, որ Վաղինակի հետ սենց զրույց անենք ոչ միայն պատմական, սենց ոնց որ ասած ալիքներով ցույց տանք, որ ինչ որ բան կարդացել ենք, այլ նաև ճանապարհ ունի, գոնե մի փոքրիկ ճանապարհ ունի անցած, ինչը իրան թույլ է տալու, որ ինքը այս զրույցի մեջ լինի ոնց որ ասած լիիրավ հավասար կողմ։ Ողջույն Վաղինակ։ Բարև ձեզ, հարգելի դիտորդներ։ Այսօր ինչ թեմայով ենք խոսում։ Այսօր խոսալու ենք 39 թվականից սկսած ռուս-ֆինական պատերազմից, թե ոնց փոքր ռուս-ֆինական, որ ասում են սովետա-ֆինական ձմեռային պատերազմ, հայտնի է նաև ձմեռային պատերազմ անունով, որտեղ տեղի է ունեցել նոյեմբերի վերջ սկսելը, ավարտվել է մարտին, սաղ ձմեռը կռիվ ա եղել Ֆինլանդիայում, ու փոքրիկ Ֆինլանդիան, որի բնակչությունը այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, 3.5 միլիոն էր, պայքարեց ահռելի մեծ պետության հետ, աշխարհում այդ վաղ երկրորդ կամ երրորդն էր Սովետ միությունը։ Թե իր բնակչությամբ, թե Եվրոպայում ամենայն դեպս ամենամեծ զինված ուժեր ոչ մեկ չուներ։ Իր հեծելազորից, որին մասամբ արդեն տանկերը փոխարինել էին, ոչ մեկ չուներ երկրագնդի վրա իր հայտնի կոննարմյաները, հեծելազորային բանակները ոչ մեկ չուներ, միլիոնավոր, ասենք, մարդիկ հեծյալ մարտիկներ էին, հասկանալի է, որ տեխնոլոգիաները փոխվել էին, բայց շատ հզոր հակառակորդեր Ֆինլանդիայի առջև կանգնած ռուսական կայսրությունը, որը այդ ժամանակ կոչվում էր Սովետական միություն։ Դրա մասին ինչ ենք խոսում, իր մարտական գործողությունները, թե նախապատմություն, պատմություն։ Մի քիչ նախապատմություն խոսանք, մարտական գործողությունների մեջ շատ խորանալ, ու կարանք ձևերի մեջ խոսանք, թե ոնց են պայքարել ֆիները ռուսների դեմ։ Կոնկրետ ճակատամարտերի մասին կարծիքով շատ խորանալ պետք չի։ Կարանք ու այդ ամեն ինչը բերենք համեմատենք մեր այսօրվա իրականության հետ, որտեվ մոտավոր եթե նայենք, նման են ուժերի հարաբերակցությունները, ու այդքան ահռելի չի տարբերությունը մեր ու մեր հարևանների միջև, բայց տեխնիկական առումով, տեխնիկա զինամթերքի առումով շատ նման է։ Եթե վերցնենք, երևի ինքը շատ նման է 90-ական թվականներին 150 հազարանոց Արցախի ինքնավար մարզի, իսկ հետո Արցախի հանրապետության եւ ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության հետագայում Բաքվի խանություն, ասենք, չեմ կարծում ճիշտ անտրված, դրա համար չեմ տալի անունը, իրանց պայքարի շատ նման 150,000, այդ ժամանակ ինչքան հիշում եմ 4.5 միլիոն, կարող է 5։ Սովետը փլուզման ժամանակ 5 միլիոն են, չէ, 6 միլիոն են թղթերով եղել։ 6 միլիոն, հա, դե այդ ինչ անում, 40 անգամ շատ։
Այդ ժամանակ ինչքան հիշում եմ Ֆինլանդիան 3.5 միլիոն է եղել։ 2 քանի միլիոն էր ու 100 քանի միլիոնի հետ շատ ավելի համադրելի բան է, էլի ասենք, շատ ավելի։ Ոչ թե Հայաստանի զինված ուժեր եւ Բաքվի խանության, այլ հայկական զինված ջոկատներ, հետագայում պաշտպանության բանակ, այո, եւ Բաքվի խանության զինված ուժեր։ Այո։ Հիմա եթե սենց համեմատական անենք, ստացվում է ինչ։ Արցախի հանրապետությունը չի ստացել սովետական ռազմական ժառանգություն եւ իր ծանր տեխնիկան կամ եղել է տրաֆեի, то есть ավառ է եղել հակառակորդից խլած, ժամանակին մեծ համբավ ունեցավ իր այդ գործողությունով Մոնթեն, որ ինքը ցանկացած տանկ, որտեղ տրաֆեր ելնում, կապ չունի իր հատվածումա թե ուրիշ տեղ, ինքը այդում ոնց որ տեր էր կանգնում եւ զգալի մասով նաեւ Մոնթեի օգնությամբ տանկային զորքեր ունեցավ, ոչ թե 1-2 տանկ, այլ տանկային ինչ որտեղ համեմատ այդ պատերազմի բան ստորաբաժանում լավ տանկային զորքեր Արցախի հանրապետությունը։ Իսկ Մերձկասպյան ռեգիոնում տեղակայված, ասենք, թուրքերի պետությունը անկախանալուց հետո ստացավ 357, ինչքան հիշում եմ, 357 տանկ։ Երկու մեծ զորամիավորման բաներ մնացել իրեն։ Սովետական զորամիավորում։ Իր տարածքում 4-րդ բանակն էր, դաշտային բանակներ, որը որ մոտավորապես 3 անգամ ավելի մեծ էր, քան 7-րդ բանակը տեղակայված Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն ինքը 3 անգամ ավելի մեծ էր, քան 3 դիվիզիայից բաղկացած 7-րդ բանակը, մոտավորապես 8 թե 9 դիվիզիա կար իր տարածքում, ոնց որ ասած sense բանը կիսել ենք անում, համ ցամաքային զորքերն են կտե փորձում հաշվենք, համ ավիացիա, բան սաղ sense կապցանելով իրար էլի։ Պայեսների մասին չխոսանք, իսկ Արցախի հանրապետությունում միակ ստորաբաժանումը, որը որ մեծ մասամբ զենքերը մնաց Արցախի հանրապետությունը, դա 366-րդ գունդն էր Ստեփանակերտի գունդը, որը 4-րդ բանակի գնդերից էր։ Ահա որ մեծ դիսբալանս է գալիս է մոտավորապես 1-ին 50, հա։ Դե Ֆինլանդիայում զենքի առումով 1-ին 50 չի եղել։ Ինձ թվում է ավիացիան կարող է այդքան լիներ։ Ինքը կարծեմ ինչքան հիշում եմ 200 ինքնաթիռ ուներ, տանկերի առավելությունն շատ մեծ եղել, 1-ին 10 է եղել։ Չէ, այդ հատվածում։ Չէ, ընդհանուր պատերազմի սկզբի բանով եմ ասում։ Ուզում ես ասես սովետական միությունը 200 քանի հատ տանկ ուներ։ Դե ես ոնց որ պատերազմի Լենինգրադի ռազմական 9-րդ բանակներ մասնակցում, մեկ էլ չեմ հիշում որ բան։ Լենինգրադսկի վայրենի օկրուգներ, մեկ էլ Կարելսկի օկրուգներ։ Լավ, ամենայն դեպս Արցախի զինված ուժերը հիմա այս պահին գոյություն չունեն, բայց Հայաստանի Հանրապետությունը այդ աստիճանի մեծ դիսբալանս չունի Բաքվի բռնապետության հետ, ոնց որ ուներ Ֆինլանդիան եւ Սովետական միությունը, ռուսական կայսրության ժառանգը եւ Ռուսաստանի Դաշնության մամուլը։ Արդեն պատերազմին նախորդ պատրաստվել էր 10 տարի երկու կողմն էլ պաշտպանական գծեր էին սարքում։ Մաններհեյմի գիծ հայտնի այդ Մաններհեյմի գիծը 10 տարուց ավել կառուցել են։ Ճիշտ է, ֆինանսավորումը սկզբնականում Ֆինլանդիայում ռուսեն ասած աստատաշնի մեթոդով է եղել բանակին, բյուջեից ինչ մնացորդներ կար, չնչին տոկոսն են հատկացրել։ Մաններհեյմն էլ իրենց զինված ուժերի հրամանատարն է այդ պահին եղել։ Անկախ պարլամենտից, պրեզիդենտից նման է ինչ որտեղ, ասենք, Վազգեն Սարգսյանի դիրքին, որը որ 90-ական թվականներին անկախ իրան ինչ անուն, ինչ պաշտոն էին դնում, Իմիջայլոց ինքը ցարական գնդապետ է եղել կամ փոխգնդապետ է եղել, թե գեներալ։ Ոնց որ չէր դարել գեներալ։ Հետո արդեն երբ որ բլուզվել է, տեղափոխվել է Ֆինլանդիա, ինքը այնտեղ է ծնվել։ Գիտեմ կավալեր գարդ է եղել, то есть նշանակում է կավալեր գարդ, նշանակում է բան, կավալերիայի գվարդիական, то есть ձիով են հսկա բոյ եւ այլն եւ այլն։
Եկան ինքը կարելի ասել ռուսական սպայ է եղել, իր կրթությունը ամբողջությամբ անցել է ռուսական բանակում։ Եվ ինչքան հիշում եմ, նաև մարտական փորձով։ Մարտական փորձ ունեցել է թե կորեական եմ ասում, Ճապոնիայի հետ։ Ինչ որտեղ կորեական, որտեղ այդ պատերազմի արդյունքում Կորեան կուլ տվեց Ճապոնիան։ Ճապոնիայի հետ պատերազմի ժամանակ, թե առաջին համաշխարհայինի ժամանակ մեծ մասնակցություն ա ունեցել։ Իսկ ենք հիմա մեծ շեշտեր դնում Mannergeim-ի վրա, այնքան որ իր անունով ժուրնալիստները կոչեցին այդ գծի անունը, որտեղ օֆիցիալ ինքը այդպես չէր կոչվում։ Դե օֆիցիալ ինքը Մենակ դրա համար ենք Mannergeim-ի մասին հիմա այսքան խոսում, թե ուրիշ պատճառ կա։ Չէ, ինքը տաղանդավոր զորավար էր իրականում։ Մենակ դա ինքն է մշակել տակտիկան, թե ոնց են կռվելու Սովետ միության դեմ։ Ինքը կարելի ասել լեռնա հրաձիգներ էր սարքել, ու լեռներ չունեն դահուկային զորքեր լեռներ էլ ունեն իհարկե այդ ձևի բարձր չէ ոնց որ մեր մոտ, բայց կարացել են իրանք անտառային մարտերում ջախջախել սովետական բանակը, տարբեր ստորաբաժանումներ, տարբեր դիվիզիաներ։ Առաջի փուլում, քանի սովետները չեն սովորել բանակը գնաց, ասենք, Նաուրա ոնց որ ասած։ Ուրա գորալով հարցակվում Նաուրա գնացին ու հսկայական զոհեր, ասենք, եղավ։ Կարելի ասել նաև ցավալի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այդ վաղ սովետական միության կամ ռուսական պետության մի մաս էր, բնական է այնտեղ հայկական զինվորներ են եղել եւ հնարավոր է զոհվածներ էլ կան, ես ճիշտ ասած չեմ իմանում ու երևի բավականին մեծ կորուստների մեջ նաև հայկական, ասենք, որոշակի զոհված զինվորականներ կան։ Mannergeim-ի մասին կարելի է ուրիշ ձև իրան բնութագրել, լավ հասկացանք ինքը տաղանդավոր էր, ինքը ռուսական բան էր արել, ինքը օգտագործեց Phileas Fogg-ի ասած բանով, հիշում ես, տենց մուլտֆիլմ կար, Ավստրալիայում նկարած 80 օր աշխարհի շուրջ, Phileas Fogg-ի խոսքերից մեկը «Используй то, что под рукой, не ищи себе другое», то есть ոնց կլինի այդ հայերեն։ Օգտագործիր ինչ կա ձեռքի տակ, ուրիշ բան մի փնտրի, այո։ Այ Mannergeim-ը այդ արեց։ Իսկ ինչ կար իր ձեռքի տակ։ Իր ձեռքի տակ կար կիսա պատրաստված, չնայած արդեն կիսա պատրաստված չէ, պատրաստվի ռեզերվով 450,000-անոց բանակ, շատ քիչ զենքով, զինամթերքով, նույնիսկ ամբողջ 450-ը զինված չէր 450,000-ը։ Ռեզերվի մի մասը զենք չուներ։ Օգնություն էին խոստացել թե Անգլիան, թե Ֆրանսիան, Շվեդիան էր, որ սկզբից ասել էր ձեզ ոչ մի բանով չեմ օգնելու, թեթևակի օգնել էր, նույնիսկ ֆիներն են ասում, որ շվեդերին չնեղացնեն, ասում են հա շատ քիչ կամավորների խումբ ա ղրվել։ Ֆրանսիայի բանը որ եկել էր պրեզիդենտը թե վարչապետը նույնիսկ խոստացել էր 10,000-անոց կամավորականների խումբ որ գա Եվրոպայից։ Սա խոստացել են, բայց Mannergeim-ը շատ շուտ հասկացավ, որ չի գալիս, ինքը իր միջոցներով պետք է անի։ Ու վերջի 2 տարի միջև պատերազմը միգուցե ինքը արդեն հասկացել էր, որ սեփական ուժերի վրա է։ Հա, դրա համար վերջի 37 թվից մոտավոր ավելի մեծ թափով են այդ պաշտպանական գծերը, որտեղ մի գիծ չի եղել։ Որ թվին մենք զենքի թեթևացրած չէ, այլ զենքի նոր օրենք ընդունեցինք, որը շատ ավելի ծանր պայմաններով է զենքը մարդուն թույլ տալի, բայց 21 թվի կեսից է եղել։ Մենք սկսեցինք աշխատել դրա վրա, 21-ից սկսեցինք աշխատել, 22-ին արդեն ընդունվել է, բայց մի կես տարի ով զենք չուներ, չէր կարում զենք գներ, որտեվ շատ անկատար էր, բայց արդեն որոշակի կարգավորվածություն։ Ես գիտես որտեղ եմ քեզ տանում, լավ, հասկացանք մի 400 քանի հազարանոց ռեզերվ ուներ, մարտական փորձ ունեին, որովհետև ռուսական քաղաքացիական պատերազմին 18-20 թվականին նաև ֆինական զորքերն են մասնակցել, այնտեղ բավական իրանց մոտել է քաղաքացիական պատերազմ, իրանք բոլշևիկներին շատ արագ բան արեցին ու դրա համար ֆինական այդ բանը սպիտակաֆիներ էին կոչում սովետական միությունում իրանց, ասոցացնելով, ասենք, սպիտակ գվարդիականների հետ։ Ես մի քիչ ուրիշ կողմ եմ ուզում տանեմ։ Դեռևս 18-րդ դարում, երբ որ ռուսական բանակը 1808 թվականին կարծեմ ներխուժեց Ֆինլանդիա ձմռանը, իդեպ ֆին բանի գեներալի առաջադրանքով, որը շվեդական ծառայության էր, հետո անցավ մայոր էր, հետո եկավ ռուսական բանակ ու գեներալի կամաց հասավ իր առաջարկով ձմռանը, որ լճերը ճահիճները սառած լինեն։
Այդ ժամանակ ուրեմն շվեդական բանակը ցանկացած փախնում էր, ամեն փշտիկից փախնում էր։ Շվեդական բան էր, չէ՞, ինքը ռուս-շվեդական պատերազմ էր, Ֆինլանդիան Շվեդիայի մաս էր, դրանից այդ պատերազմից հետո միացավ ռուսական կայսրությանը։ Ցանկացած փշտ անելուց կամ ասում էին արի մի հատ բլդուղ անեմ, իրանք փախնում էին։ Բայց ռուսական բանակը չէր կարող շատ առաջ եթար։ Կարող գիտես ինչից։ Ձմեռը պատրաստ չէին։ Այնքան էլ այդպես չի։ Ընդհանրեն ուրիշ բան տեղի ունեցավ, քանի որ սլավոնական ռուսական, ասենք, թագավորը բաներ, հունադավան էր, իրանց ասած պրավասլավն է, իսկ մտնել էին Ֆինլանդիա, որը որ բանա շվեդերի հետ, շվեդական պետության մաս լինելով իրանք բան էին, պրոտեստանտ էին, լութերանական, ինչքան հիշում եմ, Ну, ամենայն դեպս բանա կաթոլիկ չէին արդեն, նույնիսկ եթե կաթոլիկ լինեին, արդեն տարբերվում է հունադավան, ասենք, բանից, ուղղափառությունից, եւ շվեդական պետական մեքենան քարոզ էր տարել, որ գալիս են վայրենիներ, բայց այնքան էլ էդի չի աշխատում, որտեղ բանա ֆիների մի մասը Ռուսաստանի տարածքում էին ապրում եւ գնում գալիս էին, ասենք, իրանց հետ էին առևտրի մի մասը, առևտուր, բան, մի ուրիշ ձևի, то есть էդի այնքան էլ չէր աշխատում, բայց իրանք գալիս են ուրիշ կրոնով ու ձեզ ստիպելու են ձեր կրոնը փոխեք, իրանք գալիս են ձեզ բան դարձնեն, ճորտատիրական հասարակարգերը ստեմացնեն եւ դուք ռուսական բոյարների բաները ճորտ եք դառնալու եւ այլն, եւ կարողացան բրթեն զենքի կրելու իրավունք ունեցող ֆիներին, որոնք որ դրանից շատ հավեսով օգտվել էին այդ իրավունքից եւ գրեթե բոլորը կրակում էին նորմալ, որսորդական բանը շատ լավ է իրանց մոտ դրած։ Դե իրանց ապրելու միջոցներից մեկը հենց որսորդությունները, տաղրելի անտառներում, բացի դրանից այնտեղ դաշտերը այդքան չկար, որ իրանք մենակ հողագործությունով լավ բան ունեին, իրանք ձկնորսություն, որսորդություն, որը որ եթե ուրիշ տարածքներում կարող է 3-ից 5% սնունդ էր ապահովում, իրանց մոտ կարող է 60, 80 կամ 90 լիներ։ Ու հոբին ելներ հենց հողագործությունը ոչ թե։ Մինչև հիմա Ֆինլանդիայում շատ մեծ քանակի բաներ կան, հրաձգարաններ կան։ Ու այս վերջերս մեր ֆին ընկերներից մեկի հետ էի խոսում, բողոքում էր, ասում էր, քանի հրաձգարան փակել են, բայց իրանց մոտ քաղաքացիական հրաձգարանների թիվը 600-ից ավել է, իսկ իրանց բնակչությունը մեր բնակչության մոտ է շատ։ 5 միլիոն է։ Հա, 5 միլիոն են, մենք ունենք Հայաստանում մի քաղաքացիական հրաձգարան, չէ, արդեն 2-ը բաց հրաձգարաններ։ Իսկ իրանք 600 ունեն ու տարբեր պատճառներով տոլերանտ կառավարությունը փակում է ու բողոքում են, որտեվ իրանց մեջ նստած է այդ որսորդությունն էլ նստած, միշտ տեսել են, որ մենակ իրանք վրա պետք է հույս դնեն ու իրանց մոտ համապարփակ անվտանգային համակարգ է ներդրված երկրում, բոլորը զինապարտ են, կապ չունի 2 տարի ծառայել են, թե 3 տարի ծառայել են, դրանից հետո արդեն ռեզերվում լինելով զինապարտությունը պահպանվում է իրանց մոտ։ Մեր մոտ էլ թղթի վրա պահպանվում է զինապարտես մինչև 45 թե 55 տարեկան։ 45 տարեկան է, չէ՞, մեր մոտ զինապարտությունը մինչև 50։ Հա, մեծացրին, չէ՞ թիվը, հա 50 սարքեցին։ Բայց թղթի վրա է շատ բան։ Հիմա նոր 21 թվականից հետո սկսեցին 20 թվականից հետո երամսյա հավաքներ հետո սարքեցին 25 օրյա ու 25 օրյայի պատմությունը իզոր հիշացրեցիր։ Այդ 25 օրյա փարսիպես ես մշտական բարձրաձայնել եմ, ասել եմ 25-ից 30 օր պիտի լինի վարժանքները, իսկ իրանք ցավալի է, արեցին 25 օրյա հավաք, որից 15 օրը դիրքերում է, փաստորեն վարժանքը դարել է 10 օրյա։ Իսկ եթե ավելի ճիշտ ասենք 7 օրյա է, որտեղ մի օր գալ, մի օր գնալ, իդեպ այս հավաքների ժամանակ, ասենք 23 թվականին, որը որ ոման անցկացրեց իր պարտներների հետ բանակի գումարտակ մարզելով, այդ գումարտակի հրամանատարի տեղակալներ վաղինակը, որ հետագայում ծառայություն այդ 14-15 օրյա անցկացրեցիք Ջերմուկում։
Ես այդ բանը ինչի համար հիշեցի, որ զենքի օրենքը, որը որ ակոսավոր զենքը անմիջապես կարած քննություն հանձնելով առնես, ոչ թե 5 տարի սպասես, ասենք, ֆինը ոնց որ ասած մարտական զենքին հավասար, միգուցե հենց մարտական զենքերով էր որսի գնում, ինքը այդ իրավունքը գլխանց ունեցել է։ Այդ հիմար բացը ու տարբերությունը ֆիների հետ մենք ծածկել ենք արդեն։ Ու փարքասա։ Ինչ տվեց այդ ֆիներին 1808 թվականին, իրենք թույլ տվեցին ուրեմն իրենց հարձակումներով ռուսական գրոհող, ծեծող զորքերին վրա, թույլ տվեցին, որ ապրիլին կարծեմ շվեդական բանակը մի քիչ հեռու ավելի փախնի, վերադասավորվի ու նույնիսկ հարձակողական գործողություններ անի։ Իսկ 1809 թվականին, 1808-ի վերջ եւ 9-ին իրենք դադարում են օգնել, որտեղ տենում են ռուսները եկան, դաժանություն են անում մենակ այնտեղ, որտեղ իրանց վրա կրակում են, ընդհանուր առմամբ, ասենք, նորմալ են, տոլերանտ են վերաբերվում, ռուսական ցարն էլ եկավ այնտեղ այն վաղտվա Ֆինլանդիայի մայրաքաղաքում հələ պատերազմը չփրծած ինչ որ երթումներ տվեց, բան անդե, մարդիկ հանդարտվեցին, դադարեցին կրակել եւ ռուսական բանակը ծեծելով շվեդերին գնաց, կղզիները դուրս եկավ ալանդներ, հայ արդեն շվեդիան էր գրավում, անդե եթե ռուսամետ թագավոր չկայնացնեին, բանը եղավ, հեղաշրջում եղավ, ռուսամետ թագավոր կայացրեցին, որը վերսկսեց մարտական գործողությունները, բայց ոչ այտենց ակտիվ եւ մեծ հաճույքով ավելի շատ այդ գործողությունները ընդրա համար էր, որ գոնե Շվեդիան մնա իրան, ոչ թե Շվեդիայից էլ մի կտոր բան անեն։ Բայց խոսքս այն էր, որ ֆիները հենց դադարեցին կրակել, շվեդերի վիճակը անտանելի, ոչ թե վատարացավ, այլ դարավ անտանելի, Շվեդիան պրծնում էր ընդհանրապես։ Եթե Ալեքսանդր առաջինը իր մտքի մեջ չունենար, որ Անգլիայի հետ հեսապտի հաշտվի, Անգլիայի դաշնակից Շվեդիան կուլ էր տալու։ Դա ինքը Նապոլեոնից դաբրո էր ստացել, չէ՞, որ բանան էր, Շվեդիայի վրա արձակվեր։ Հիմա նայ, նույնը եղել է 39 թվականին աշնանը, ձմռանը, իրանք արդեն Բրեստ, Մոլոտով, Ռիբենտրոպ գաղտնի բանով բաժանել են Եվրոպան ազդեցությունների գոտի ու հյուսիսը ամենամեծ մասով մերձ Բալթյան երկրներ, Ֆինլանդիա, ընկել էր եւ Հայաստանը մեծամեծներից Հիտլերից եւ Ստալինից դաբրո էր ստացել Ռուսաստանը Հայաստանին նեղել։ Ինչ որ եղավ 20 թվականին, մեծամեծն է, ավայ կներես Հայաստանին չէ, ոնց սխալ վարա, Ֆինլանդիային, ոնց որ 1808 թվականին էր դաբրո ստացել Մակրոնից, Տրամպից ու Պուտինից Ալեքսանդր առաջինը, որ Հայաստանի Արցախի վրա շփոթեցնենք մեր հայրենակիցներին։ Այդ նույն բանը եղել է Նապոլեոնը դաբրո էր տվել։ Անգլիական ուրեմն Դանիան բան էր արել, ասել էր ես կօգնեմ, դրա պատճառով ոնց որ թե նաև հենց այդ մահանայով էլ բան եղավ, որտեվ Դանիայի նավատորմի վրա Շվեդիայի դաշնակից Անգլիան հարձակվեց։ Կարճ ասած սաղ դաբրո էին տվել։ Այն ինչ որ եղել է մեր մոտ 20 թվականին թուրքերին սաղ դաբրո տվեցին։ Հիմա լավ, ասենք իրանք էլի դաբրոներ ստանան, հնարավոր է, չէ՞։ Իհարկե հնարավոր։ Հիմա Արցախի հանրապետությունը չի ու Հայաստանի ինքնիշխան տարածքները բոլչի մի քիչ հանձնած է, հիմա եթե հարձակում լինի, ավելի շատ տարածք են ուզենալու վերցնեն կամ ընդհանրապես ուզենալու են հայ էթնոսը բնաջնջեն։ Զենքի թույլտվության օրենքը կա, համոզված եմ, որ մեր հայերը այնքան էլ դեբիլ չեն, շատ-շատերը օգտվել են դրանից։ Միանշանը։ Մեր շրջապատում համենայն դեպս մեծամասնությունը, այո։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդը դեբիլ չի ու հասկանում է, որ այդ օրենքի առավելություններից օգտվում է, ինչքան կարողանում է, որտեվ զենքի գին, սրտի հա զենքը զինամթերքը մեր մոտ մի քիչ առանց կրակել զենք առնել գցել բարձի տակ ինքը անիմաստ է, տենց մի հատ զենք պայեստում էլ կա, բանակը քեզ կտա, որ հետո կրակես, եթե հասցնես միջև պայեստ վազելով դաս։ Հիմա Ֆինլանդիան ինչով է տարբերվում, ասենք, մեզանից։ Զենքի օրենքով մենք այդ հարցում մոտիկացանք։ Պարապելը դե բանա
ոնց որ թե 25 օրյա հավաքները, կարծեմ մի տարի հայտարարված էր 5000 հոգի պետք է գան այդ 25 օրյա բան անեն, մեր ռեզերվը հայտարարված էր 350,000, 70 տարի մեկ կետանք կպարապենք։ То есть համարյա ֆիների նման, համարյա։ Դե իրանք ամեն տարի պարապում։ Հուսով եմ ավելի ոնց որ զենքի օրենքներ սկզբից շատ վատ գրված, հետո բարելավեցին, նույն այդ հավաքները ավելի կբարելավեն։ Կարող է բան լինի 50 տարի մեկ այդանք պարապենք։ Իսկ հույս ունեմ, որ կհասցնենք 5 տարին գոնե։ Իսկ չես կարծում 5 տարին ու 50 տարին տարբերություն չի տալի։ Որտեւ ամեն ինչ մեր դեպքում, մեր աշխարհում, երբ որ շատ ամեն ինչը շատ արագ է գնում, հա, մեծ տարբերություն չկա։ Պատերազմի ձևերն են փոխվում, տակտիկայի է փոխվում, ռուս-ուկրաինականից առաջ մեր մոտ արդեն պարզ դարձավ, որ 20 թվականին որ մենք լիքը բաներից գլուխ չենք հանում, 16 թվականին հուշումներ եղավ, բայց մենք իվի կճակի չեղանք հասկանանք, որ ինչ որ բան փոխվում է այս աշխարհում, խառոպներ, եսիմ օրբիտերներ, եսիմ ինչեր։ Իսկ հիմա ասենք FPV-ներ, տրոսիկով, առանց տրոսիկի ամեն բանը դասակային հենակետում էլեկտրոնային պայքարի միջոց դասակային այն դեպքում որ կորպուսում կարող է 2 հատ 3 հատ լինի։ Բայց մի բանը անփոփոխ է մնացել։ Ինչը։ Նույն ռուս-ուկրաինականում այդ FPV-ների դեմ, չգիտեմ, տարբեր զինատեսակների դեմ պայքարում են էլի ֆորտիֆիկացիոն ամրություններով։ Հա, ուսում ես ասես մաներ գեյմի գիծը, հա, որ այդ սկզբում նշում ենք, հա, իր դերը մեկը խաղում է։ Հա, որ։ Հա, խաղում։ Օրինակ նայ, այդ գմբեթները, որ ասենք մենք ինչքան կարողանում ենք տեղադրում ենք։ Արդեն 320 թե 340, հա, ոման տեղադրել է մեր հայրենակիցների 340-ի մոտ է, հա։ 340 անհրաժեշտ 4700-ի փոխարեն 2.5 տարում, հա, դի նշանակում է դոմատես սորը մի հատ ասա բանը։ Քանի տարում Քանի տարում, հա, մենք սենց կշարժ։ Խաղա չհասցնենք որ։ Պայմանական տարին 120 հատ, 4700-ից համարյա կեսը 700-ի կեսը արել ենք։ Վատ չի, գիտես, վատ չի մի 40-50 տարում 40 մաքսիմում։ Հա, то есть ուղղակի այդ գմբեթները բավարար չի իհարկե։ Մաներ գեյմի մի րոպե ով է դե ասես որ բավարար է։ Դե դա ես ասում եմ որ մեր հայրենակիցները իմանան, դա ընդհանրապես այդ համակարգի մեջ շատ փոքրիկ մասը, մի մատա։ Բանակն էլ իր կողմից անում է մեծ կառույցներ անում, բայց բանակին օգնել պետք է, էլի։ Որը որ եթե կողքը գմբեթ չկա, ես չեմ աման չի ասեմ եղբայրական գերեզման, հա, որովհետեւ փոքր կրակակետեր, ինձ թվում է իրանք նախատեսում են ուղղակի չեն հասցնում անեն, բայց այո, չեն հասցնում։ Պետք է օգնենք որ չեն հասցնում, որովհետեւ նոր սահման է ձևավորվել։ Այդ սահմանները ավելի երկար են Սոտքից միջև Արաքսգետը, հա, դա մի քանի 100 կիլոմետր է, դա առաջնագից չի եղել 30 տարի, 30 տարուց ավել։ Եվ ոչ մի սոտքից հա չի եղել։ Չի եղել։ Հələ նոր բաները արդեն տավուշում սահմանազատումից հետո, հա, դա արդեն սահմանագիծ չի, թե գիծ է։ Այնտեղ մի քիչ արխային ենք, որտեվ գմբեթները այնպես ոչինչ ներկայացված են։ Թուրքն էլ գիտի դրա մասին ու ամենածիծաղալուն որ որտեղ գալիս է ինչ որ նախապատրաստումներ անում զորքի կուտակում, հետո քաշում տանում են ուրիշտե, որտեղ այդտեղ խիտ է բաները դրած գմբեթները։ Էդի հարցակումից առաջ նախապատրաստում էր, թե իրանք տենց ցույց են տալի, որ ավելի լուրջ ենք մենք տրամադրված, հեսա կհարցակվենք, բայց իրականում մեզ ավելի շատ վախցնում են, որ մենք հոգնածնենք մեր զորքերը, ոնց ես կարծում։ 20 թվականին օրինակ աշխատել են այդ հոգնածնելու տարբերակով։ Ես ինքս 20 թվականի միջև սեպտեմբերի 6-ը կամ 8-ը ծառայության եմ եղել։ Հա, համար 1-ի տակ քանի ամիս եք եղել։ Արդեն մայիս ամսվանից մեզ համար 1 էլ այտենց վերջում էլի այնքան զորավարժություն էին անում, որ դե մենք է հոբ զորքեր ամեն զորավարժության ժամանակ համար 1-ի, համար 2-ի տակ էինք։ Ու հիմա արդեն փոխվել է թվերի տեղը, չգիտեմ ինչեր են դրել։ Ու մայիս ամսվանից արդեն զորավարժությունը վերջանում էր, օրինակ Նախիջևանում թուրք Բաքվյան տենց ասած զորավարժություն էր գնում Օսման թուրքերի ու Մերս Կասպյան թուրքերի հետ միասին
Զորավարժությունը վերջանալու օրը նոր մեզ համար 2 տվեցին։ Այս հիշում եմ, դու ամիսներով, ասենք, քո զորամասից մի քանի 100 կիլոմետր են կոմերց կամանձիրով գնում։ Մենք հիմա Ֆինլանդիայից ենք խոսում, թե Հայաստանից։ Չէ, անալոգիաներ ենք անում, բայց ուղղակի ինձ թվում է, որ սենց անալոգիաները հաշվի առնելով, որ սկսեցինք 100 տարի առաջվանից 200 նույնիսկ 1800, չէ, 100 տարի, եթե բանի ձմեռային պատերազմի մասին ենք խոսում։ Էն էլ էր ձմեռային։ Էդ էլ էր ձմեռային, բայց այդ ձմեռայինից օրինակ նույն Սովետ միությունը ոչ մի բան չէր սովորել։ Իր սկզբից այդքան զոհերի պատճառներից մեկը ոնց որ սովորել էր, գիտես ինչ էր սովորը, ինքը մի փոքր տարածք բան արեց, sense մի տեսակ անունով մի հատ փոքր ավան էր գրավել ու հայտարարեց, որ բանը կոմունիստական բանը Ֆինլանդիայի է ստեղ լինելու։ Հա։ Դե ինքը ուներ Ֆինլանդիայի։ Ինքը հասկացավ, որ ֆին ժողովրդի հետ աշխատել է պետք։ Հա, դա կառավարություն հիմնեց, բանը ռմբակոծում էր Հելսինկին բանով, բաներով, թղթերով էլ անցել էր ռմբակոծում։ Անցել, հա, բայց թղթերով, այն որ կարար խոսքի գար մի քանի 100 կիլո գցեր, գալիս թուղթ էր գցում, որտեղ ասում էր եղբայր ֆիներ, մենք ձեր դեմ չենք պատերազմում, այլ պատերազմում ենք, ասենք։ Երկրորդ համաշխարհությունից առաջինում էլ է, առաջինում շատ են օգտագործել։ Այդ ինչի համար բանա այդ մոլոտովի կոկտեյլը ֆիները անունը դրին մոլոտովի կոկտեյլ։ Գիտես չէ, ֆիներն են հորինել են։ Դե գիտեմ, որ օգտագործել են ռուսական տանկերի T-26-ը։ Անունը իրանք են հորինել։ Այդ թղթերով են սարքել իրենց գծած։ Ասում են, թե համել այդ թղթերով են բան արել, բայց խնդիրը նաև էր, որ այդ թղթերի տակ ոնց որ թե մոլոտովի ստորագրությունն էր։ Եվ այդ ժամանակ Սովետ միության արտգործ նախարարն էր, էլի, ասենք մարդիկ։ Հա, ու բանային վերնախավի պրեզիդիումի անդամ էր, ընդ երևի մի 10 հոգի մարդ էին, ինքը այդ 10-ից մեկն էր։ Կարճ ասած, ինչ որ ձևով բնակչության հետ աշխատում էին։ Հիմա երևի մեր հետ թուրքերը փորձում են աշխատան, չէ, ասենք։ Ոչ թե փորձում են, այլ աշխատում են։ Լուրջ։ Կախը չնկատենք, բայց աշխատում կարող են սահմանազատման խաղաղության պայմանագիր բան այդ սաղ դրանից է, թե չէ։ Այդ շարքից է։ Հեսա սահմանը բացենք Օսմանների օրինակ հա Օսմանների հետ սահմանը բացվում է Մարգարեի անցակետը, բայց երեք նկարներ եմ նայում Օսման թուրքերի կողմից ընդհանրապես բան չի կառուցվել։ Իսկ մեր մոտ արդեն պատրաստ է անցակետը, բայց կամուրջի այն կողմ նայում ես ոնց կար, ոչ մի բան, նույն ձև ոչ մի բան մնացել է։ Google-ը ինչ անտանելի բան արավ, լիքը բան չի կարողանում թաքցնել, ասենք խեղճ երկիրը, որը պատրաստվում է ագրեսիայի կամ անտարբերակ խաղաղ։ Իսկ գալիս ենք այն դրան վերջը, որ խաղաղությունը խնդրելով չի լինում։ Կարաս խնդրես քաղաքավարությունից ելնելով, բայց երբ որ ուժեղ դիրքում ես։ Երևի ամեն ձևի է խաղաղությունը լինում, մենակ մի ձև հնարավոր չի խաղաղություն, միակողմանի։ Հա, հիմա խաղաղությունը ինքը հենց տանգոյի, ֆոքստրոտի, սեքսի, դրապես մի բան է, էլի զույգ է պետք։ Նորմալ սեքսը, ինչ ճիշտ հասկացեք այլ։ Կարճ ասած խաղաղությանը պատրաստվում ենք ոնց որ ֆիլմում, չէ։ Հա։ Հա, խաղաղության արվեստ։ Խաղաղության արվեստով, ողջ մնալու արվեստով ենք պատրաստվում խաղաղության։ Մենք ամեն ինչ կանենք, որ ամեն ինչ մեր ուժերի սահմաններից ավել կանենք հայերով, երբ որ ակտիվ փուլ սկսի, դա բանը ռուսական ասացված կա է, բանը жареный петух пока в одно место не клюнет, ասենք կամ մի հատ ուրիշ էլ ունեն, пока гром не грянет, крестьянин мужик не перекрестится, то есть միջև կայծակը չխփի, մուժիկը չի խաչականգվում, то есть Աստծո մասին չի էլ հիշում, էլի այդ նույն ձևով Աստծո մասին իմաստ ունի երևի մտածել նախորոք, այ ոչ թե այն պահին, երբ որ կայծակը խփում է, էլի հուսանք այդ ամեն ինչը մեր ժողովուրդը հասկանում է, կառավարությունը հասկանում է, մեր սփյուռքը հասկանում է։ Բայց ամեն դեպքում արժի իրենց էլի հիշացնել, որ ավելի լավ հասկանան։ Հա։ Ֆինլանդիայից համարյա բան չկարողացանք խոսանք, որովհետև նախ լավ չենք հիշում, ընդ ինչա կատարվել, ընդ ոնց ա եղել, սենց
ոնց ստիպեցի Mannerheim-ի բայց մի բան արժի ասել, գիտես, գմբեթը փայտահողային կրակակետա գմբեթ 2-ը, գմբեթ առաջինը, որը թանկ էր ու դրա պատճառով մենք դրանից հրաժարվանք, ինքը դոտ է, ինքը երկարաժամկետ բետոնային կառույց է, Mannerheim-ի գծի զգալի մասը հիմա կարելի ասել ամբողջությամբ մտնում է Լենինգրադի մարզի մեջ եւ բաները պատերազմից հետո որ Վիբորգը հասան որտեւ այդ ամեն ինչը վերցրեցին ասենք 44 թվականին սովետական արդեն հաղթանակող զորքերը եւ այնտեղ հսկայական քանակ փայտահողային կառույցներ կա որ միջև հիմա պահպանված է ոչ թե բետոնային այլ փայտահողային բայց առաջարկում եմ այս թեմայով էլի խոսանք հա որտեվ իրականում թե ոնց են իրենք պատերազմը վարել շատ հետաքրքիր է տակտիկային անդրադառնալ տակտիկայի հեքիաթներին որ ստեր կան դրա վերաբերյալ շատ ստերել կան իհարկե ես փորձել եմ երկու կողմի ինֆորմացիան էլ բանանեմ, կարդամ, նույն ֆիլմերի առաջի սուտը հենց սկսեց պրովոկացիայից, էլի, որ սարքեցին, որ ռուսական կողմի վրա սահմանապանների վրա կրակել են, բայց 90 թվերին այդ սուտը պարզ դարձավ, որ հատուկ ստորաբաժանումն է արել ոստիկանական։ Չէ, ոչ մի բան է պարզ չի դարձել, այդ իսա խոսակցությունները։ Արևմտյան բաներում նույն Ռուսաստանում նման բան խոսացողները արևմտյան ազդեցության տակ են եղել։ Բանա այն ով որ նման օպերացիա է անում, ուրեմն հետքեր չի կարում թաքցնի, ասենք, մարդիկ կարում են իրենց խոսակցություն կա, որ մարդիկ կարում են իրենց միլիարդները թաքցնեն, ասենք, բյուջեից կողծած, ընդ չեն կարա մի քանի հոգու բանը թաղեն, հա, աղբորպես, ոյնի վերու, էլի, էդի պրոպագանդայա, որոնց զոհեն նաև, բայց այդ Մայնիլայի բանը դեպքերը որ եղել էր, այդ ռակուրսով էլ է պետք հիշել, որ միշտ կարա ինչ-որ պրովոկացիա լինի Հայաստանի Իմիջայլոց իրանք 37 թվականին պայմանագիր ունեին չհարձակվելու միմյանց վրա։ Իրանք ունեին խաղաղ պայմանագիր, Սովետ միությունը, կարմիրները ու սպիտակաֆիները ունեին պայմանագիր չհարձակվելու խաղաղության պայմանագիր էր։ Խաղաղության պայմանագիր։ Ու 39 թվի սկզբից է սկսեցին խոսակցությունները, որ Սովետ միությունը ասում էր շատ մոտ եք Լենինգրադին մի քիչ հեռված է տարածքներ փոխեք իրար 70 կիլոմետր արի հետ գնա հանկոտ հերակղզին տուր այստեղ մեզի վարձով տուր այս ֆինական ծովածոցի կղզիները մենք քեզ կարելի է երկու անգամ ավել հող կտանք բայց մարդիկ այդ ոնց էր կոչվում Պերեշեյկեն կարելսկա Պերեշեյկ նեղուց հա Հա, չեմ կարող։ Ну, ամենայն դեպս ընդ 3 մեծ լճի արանքում այդ որ Mannerheim-ի գիծը գցած էր, այդ ամեն ինչը Էդից ամբողջովին ուզում էին ու իմ կարծիքով, եթե ֆիները չպայքարեին, չկռվեին, իրանք պատերազմից հետո Ֆինլանդիան բրծնելու էր։ Բրծնելու էր, հա։ Իսկ իրանք ինչ իշխանությունը պահեցին։ Յոկե Ավանի բանը սովետական Ֆինլանդիայի բանը կառավարությունը ամբողջությամբ գրավել։ Իսկ իրանք որ պայքարեցին 39-ին հետո արդեն Գերմանիայի հետ սովետական միությանը ճնշում էին, ճիշտ է ամեն ձև փորձում էին հեռացնել իրենց նացիստական Գերմանիայից, բայց նույնիսկ դեպք կա որ չէին կարա Հիտլերը անձամբ գնացել է Mannerheim-ի 75-ամյակը շնորհավորել։ Չէին կարա, որտեղ հիտլերականները շատ լարված աշխատեցին ունենց, որ ամբողջ հարավ արևմուտքից միջև հյուսիս արևմուտք, դե արևմուտքն էլ հետա ամբողջությամբ հակառուսականությունը։ Իմիջայլոց բանը 30 բան այդ հետաքրքիր բան կարդացել եմ, էլի 39 թվականի այդ պատերազմի ժամանակ ֆիների մոտ պատրոնները չկար, բրծել էր արդեն։ Հա ու իրանց բախտը մի բանով բերեց, որ իրանց պատրոնի կալիբրը բռնում էր ռուսականի հետ։ Ու իրանք որ ռուսական ստորաբաժանումները ոչնչացնում են կամ գերի էին վերցնում, իրանց փամփուշտներով էին աշխատում արդեն ռուսների։ Դե պետք չի մոռանալ, որ Ֆինլանդիան անկախանալուց, ասենք, ռուսական ռազմական պահեստներով, հա, իր մոտ իր զենքերը առաջին համաշխարհայինից մնացած զենքեր, տանկեր, անգլիական տանկեր էին։ Հիշում եմ իրանց պիստոլետ պուլեմյոտները, որը որ սկզբից ասում էին մեզ անօթաչու պետք չի, բան պիստոլետ պուլեմյոտ մեզ պետք չի, բան այնտեղ սովետական գեներալները մեծ աստղերով, sense տազիկից կդրած sense մեծ աստղերով, նույնիսկ այդ պիստոլետ պուլեմյոտները TT-ի փամփուշտներով էին կրակում։ Հա, то есть շատ լավ հարմարեցրած էր,
ու շատ երկար ժամանակ ռուսների դեմ կռվել են իրանց որ իրանք խելացի մոտեցումներ շատ են արել, ասենք արժե դրա մասին եւս խոսալ, կարելի է ասենք պատմական բաների մեջ շատ չմտնել, այլ կոնկրետ ասենք իրանց խելացի պահվածքը թե ոնց են օգտվել դահուկային զորքեր ստեղծել այն դեպքում երբ որ հիմար են արաբը զոն ունեն մոտները հա էլի երևի -40-ի ժամանակ մեքենաները չեն աշխատում իսկ կարող բան այն սարերում բանը որ մեքենա չի կարում հելնի բայց զոն կա այնտեղ էլ են քշում հա ասենք դահուկով լինում է բարձրանալ ձմեռային սարքեր կա որ լինում է բարձրանալ Հայաստանում էլ չէ դահուկային զորքեր կա հա ու իմիջ այլոց լսել եմ որ ադրբեջանական բանակը մոտ մի դիվիզիայի ձմեռային տեխնիկա է գնել այո 5000 հատ երկու տարում 2500 դե եթե fake չի էլի ասենք որտեվ ամեն ինչի պետք է դա բայց առանց համենայն դեպս մեր զորքերը տեսնում են ոնց են իրանք այդ սնեգախոդները քշում էլի ասենք մեր մոտ մենակ ծաղկաձորում են քշում փողունեցով չէ արդեն աբարանում էլ են քշում աբարանում էլ հա լավ արի շատ վաչային չուշացնենք երկար սպասացրեցինք մյուս անգամ ինչ թեմա ընտրենք Կարանք մի քանի թեմա թողենք, արդեն Ֆինլանդիան կարելի է թողել մյուս անգամ անդրադառնալ, ասենք ուրիշ բան է, այ մյուս անգամ ինչից խոսանք? Արի Իսպանիայից խոսանք։ Հա, արի Իսպանիայից խոսանք։ Չէ, այն Իսպանիան չէ, որ դու մտածեցիր։ Ռեսպուբլիկական, ասենք, եւ ֆրանկիստական Իսպանիայի պատերազմի հետ չեն։ Նապոլեոնական ժամանակվա Իսպանիայից խոսանք։ Գվերիլիայից խոսանք, պարտիզանական 19-րդ դարի սկիզբ 1806 թվականից կարծեմ ներխուժեցին թե 7 թվական Դե ժամանակ իրանք ոնց որ բարեկամներ էին բայց այդ ժամանակ հասնում էին Պորտուգալիա հա դες ձևակերպամբ էին մտել Տենց ենք բանանում Համաձայնանավորվանք Այսքանով վերջ տեսնում Հաջողություն ձեզ